ասում են հալվայի այս տեսակը հենց լոռիում են պատրաստում, երբ գարնանը տան մեծերը բարձրացել են սար, մնալու իրենց բինաներում, այսինքն փոքրիկ տնակներում, կանայք, քանի որ շատ է եղել կատնամթերք, պատրաստել են հալվան, ասում են այնտեղ ռեժանով են պատրաստում, եթե ձեր մեջ կան լոռեցիներ, ապա կարող եք գրել, դա ճիշտ է թե ոչ։ Ինձ անհրաժեշտ է կես բաժակ ռեժանը տաքացնել։ Երբ ռեժանը տաքանում է, ավելացնում ենք 1 բաժակ ալյուր։ Կարևոր նույն բաժակով չափերը պահել։ Ես ճիշտ ասած մի փոքր կասկածում եմ ստացվելու է ինձ մոտ թե չէ, դե գիտեք, աղանդերը իմ ամենաթույլ կողմն է, բայց ինձ թվում է գլուխ կհանեմ անպայման, որովհետև ուզում եմ լավ լինի։ Տրամադրվածությունը շատ կարևոր բան է։ Եվ ավելացնում ենք կես բաժակ շաքարավազ։ Ձեր ընտրությունն է իհարկե, ինչպես կմատուցեք, կարող եք մի ափսեի մեջ սեղմել, դարձնել համասեռ զանգված, թողնել սառչի, հետո կտորներով մատուցել կամ անել այնպես, ինչպես ես եմ առաջարկում, իսկ ես առաջարկում եմ ավելի այսպես եթերային տարբերակը, որը ավելի էլեգանտ է նայվում։ Սեղմեք զանգի կոճակը, սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը ձեր լոռեցի ընկերոջը, իսկ ես գոհ եմ ինձանից։